Հիմա դուք ինչպես եք պատկերացնում, արդեն իսկ կարելի ասել խորհրդարանը ձևավորվել է, մնում է լիազորությունները ստանձնեն։ Ինչպես եք պատկերացնում ձեր գործունեությունը նախորդ խորհրդարանի նման էլի ծեծ կրտուկ, տեսեք շատ են, հա, քննադատում ոմանք ասում են, որ ընդդիմությունը էլի գնում է խորհրդարան բոքսի տանձիկ աշխատելու համար։ Այսինքն այս գնահատականները երևի հիմք ունեն, հա, նախորդ խորհրդարանի հետ կապված վախեր կան, մտահոգություններ ու մտավախություններ կան։ Դուք ո՞նց եք պատկերացնում ձեր եւ նաև ձեր ուժի գործունեությունը արդյոք խոսքի քննադատություններից այն կողմ կարողանալու է անցնել։ Տեսեք, ցավալիորեն պետք է շեշտենք, որ խորհրդարանի մակարդակը այսօր այն մակարդակում չէ, որը կցանկանար յուրաքանչյուր քաղաքացի տեսնել։ Ես խոսում եմ կառուցողական եւ հավասարակշռված ելույթների մասին, ինչը պետք է այդպես էլ լիներ, այսինքն խորհրդարանը ուղղակի փողոցային մթնոլորտ չէ, որտեղ կարող ես վիրավորանքներ հնչեցնել անպատասխանատու հայտարարություն անել։ Ցավոք սրտի, այո, ցավոք սրտի այդ իրականությունը կա, սա մեկ արձանագրում։ Երկրորդը, եթե որևէ քաղաքական ուժի ինքն խոսում եմ իշխանության մասին, մտքով անցնում է, որ կարող է ֆիզիկական բռնությամբ մեզ լռեցնել, ես նորից շատ եմ սրա մասին ասել, եւս մեկ անգամ շեշտեմ, իրենց անակնկալներ է սպասվում։ Երրորդ հանգամանքը, գիտեք, ես այսպես պարզ համատություն ունեմ արդեն փաստով արձանագրված, եթե ժամանակին ընտրությունից առաջ մեր քաղաքացիներն ասում են դե հետա 5 տարի մեկ գալիս խոստում տալիս գնում են եւ ոչ մի բան չի լինում, նույնը նաեւ մեզ էին ասում ընտրությունների շրջանում, մենք փաստորեն 3 ապացուցեցինք, որ այդ խոստումները կապ չունի, որ մենք այս բան չեն գտնվում իշխանության գլխին, մենք այդ խոստումները կատարել ենք հատկապես այն համայնքներում, որտեղ մեր քաղաքացիները մեզ վստահության քվե են տվել մեծամասնության սկզբունքով։ Այսինքն մեր գործողություններն են խոսելու քաղաքական որակի ձևավորման եւ առհասարակ քաղաքական դաշտում նոր մոտեցում ստեղծելու մասով։ Ես կասեի, լավ կլինի սպասենք օրը գա բարինել հետը եւ ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները կտեսնեն եւ այդ որակը եւ մոտեցումները։ Պարոն Դավթյան, Նարեկ Կարապետյաններ, եթե չեմ սխալվում ասել, եթե падգամավոր դառնան, անցնեն խորհրդարան, ընտրվեն, հա, այդպիսի ուժ, այդքան քանակություն հավաքեն քվեների, իրենք աշխատավարձ չեն ստանալու, ընդամենը 1 դրամ են, հա, վերցնելու այդ աշխատավարձը, չեք մտափոխվել, եթե ինձ հիշողությունից չի դավաճանում եւ իսկապես Նարեկ Կարապետյաններ այդպիսի բան ասել։ Տեսեք, նախ խոսքը գնում էր վարչապետի աշխատավարձի մասին, եթե մենք խոսում ենք նախընտրական շրջանում 1, երկրորդը օրենքի այսպիսի ձևակերպում չկա, որ դու չես կարող ես հրաժարվել, հա, падգամավորի աշխատավարձից որպես այդպեսի, որովհետեւ դա հանրային ծառայողի պաշտոն է եւ ուզես չուզես պետք է այդ աշխատավարձը վերցնես, այստեղ հարցը այլ դիտանկյունից է, պարգևավճարներ եւ հավելավճարների մասով, այո, մենք ունենք որոշումներ, որոնց մասին հստակ մեր քաղաքացիները կտեսնեն եւ ինչու եմ մեր նախորդ հարցում շեշտել, որ նոր որակ կտեսնեն, այդ նոր որակը նաեւ վերաբերվում է այսպես կոչված պարգևավճարների հատվածին։ Ես կարող եմ ձեզ փաստել, որ ես մեր քաղաքական ուժից որևէ անձ ֆինանսական, այսպես ասած, կախումներ չունի կամ ֆինանսական շահագրգռվածություն չունի падգամավոր դառնալու համար, իսկ մեր քաղաքացիների մոտ կա նման ընկալված ձևակերպում եւ մոտեցում, հետեւաբար մեր մոտեցումները այս հարցում ունեն հստակություն, ծառայել մեր հանրությանը եւ պետական շահին, ընթացքում ստեղծել այնպիսի քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն կտա մեր քաղաքացին արդեն ինչպես մեր ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել, մեկ անգամ դուրս գանք փողոց, բայց մի անգամ։ Այո, օրենքը ցույց չի տալիս հրաժարվել, բայց կարելի է նվիրատվություններ անել, հիմնադրամ ստեղծել, փոխանցել այդ հիմնադրամին կամ արդեն ստեղծված հիմնադրամներին այդ գումարը փոխանցել, այս ուղղությամբ մտածել եք։ Այո, կա նման խոսույթ մեր մոտ, թիմում քննարկում ենք տարբեր դրվագներ, որ երբ որ կլինի վերջնական որոշում ինչպես ենք դա իրագործելու, ես վստահ եմ, որ մեր այսի տենց մանա չէ կամ նորից կրկնեմ, լայվ չի։ Հա, ինչպես կա արդեն որոշումներ քաղաքական առումով մեր թիմի առումով, դրա մասին մեր հանրությունը անպայման կիմանա, որևէ խնդիր չեմ տեսնում այստեղ։ Եվ ձեր գործունեությունը կոնկրետ է, որպես ադրբեջանագետ, նաև գրքեր եք գրում, ուսումնասիրում եք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում հայերի հայատյացության առումով, շարունակելու եք եւ այդ առումով փաստացի ձեզ բավականին ծանր աշխատանք է սպասում, որովհետեւ հակադրվելու է իշխանությունների ադրբեջանասիրական եւ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու գործողությունները հակադրվելու են ձեր գործունեությանը։ Ես
ուրախ եմ այն առումով, որ մասնագիտական հմտություններս կարող եմ հենց կիրառել ազգային ժողովի ամբիոնից, սա իմ համար ուժեղ գործիք է, որպեսզի մեր հանրության մոտ հասանելիությունը տեղեկատվության ավելի ուղիղ իմաստով ուղիղ լինի, եւ երկրորդը բնականաբար ոչ, չեմ դադարել այդ մասնագիտական իմ գործունեությունը, եթե լինի կրթական հնարավորություններ օրենքի սահմաններում դա իրականացնելու եմ, եթե չլինի էլ պարզապես իմ մասնագիտական եւ տեղեկատվական գիտելիքներով օգնելու է մեր հանրությանը ավելի տեղեկացված եւ ավելի գիտակ լինեն սպասվող առավիկների մասով։